Ամենաշատ քննարկվող ու քննադատվող ոլորտներից մեկը հանքարդյունաբերություն։ Այն ունի և տնտեսական օգուտներ, և բնապահպանական ու սոցիալական ռիսկեր։ Հանքերին հարակից բնակավայրերում ապրողներից շատերն ասում են, ոլորտը ստեղծում է հազարավոր աշխատատեղեր, բնապահպանական խնդիրներով մտահոգվածներն էլ բարձրաձայնում են շրջակա միջավայրի ու օդի աղտոտվածության մասին։ Քիմիայի ինստիտուտների կողմից կատարված ուսումնասիրության մեջ արդեն գրված է ինչ աղտոտվածություն կա եւ այդ աղտոտվածությունը ավելանում է եւ մեր ջրերի եւ մեր հողերի։ Հանքարդյունաբերության հիմնական բնապահպանական մտահոգությունները Հայաստանում վերաբերում են ոչ այնքան բուն հանքերի գոյությանը, որքան դրանց շահագործման ձևին, վերահսկողությանը եւ երկարաժամկետ ազդեցությանը։ Մարդիկ չեն պատկերացնում, եթե իրոք խնդիր կա այդ հանքավայրում, դրա հետևանքների, այսպես ասած, շղթայական ռեակցիան, թե ինչ է լինելու ոչ միայն անձամբ իրանց վերածելու իրանց սերունդների ու ինչ աստիճանի է, այսպես ասած, այդ ազդեցությունը լինելու։ Ջրային ռեսուրսների աղտոտում, հատկապես թթվային հանքաջրերի, ծանր մետաղների եւ որոշ նախագծերում կիրառվող քիմիական նյութերի ներթափանցման վտանգը, գետեր եւ ստորերկրյա ջրեր, օդի աղտոտում, պայթեցումների եւ հանքաքարերի տեղափոխման հետևանքով առաջացող փոշի, որը կարող է ազդել բնակիչների առողջության եւ գյուղատնտեսության վրա։ Այն տարածքում, որտեղ ես եմ բնակվում, գոյություն ունի այդպիսի մեծ գործարան, որտեղ այո, մարդիկ ստանում են տարածաշրջանի կրկնակի եռակի անգամ ավել աշխատավարձներից, այդ շրջանով ովքեր աշխատում են, ու իրանք այսպես ասած փակել են ականջները, չեն ուզում լսել, որ այդ իրենց գործանը, որտեղ իրանք աշխատում են, թունավորում է մնացած եւ իրենց երեխաներին եւ իրենց մնացած մարդկանց նաեւ։ Սոցիալական ազդեցություն համայնքների մի մասը ստանում է աշխատատեղեր եւ եկամուտ, իսկ մյուս մասը մտահոգվում է առողջության, ջրի որակի եւ զբոսաշրջության վրա հնարավոր ազդեցությամբ, ինչը երբեմն բերում է լարվածության։ Արդյոք այդ համայնքը այն համայնքն է, որը կարիք ունի այդ հանքավայրի, թե օրինակ իր ռեկրեացիոն ռեսուրսներն ավելի հարուստ են։ Միգուցե մարդիկ հենց օրինակ ջերմուկում առողջարաններ աշխատացնելով ավելի շատ եկամուտ կստանային, քան օրինակ այդ հանքավայրը բացելով։ Հանքարդյունաբերության մասնաբաժինը համախառը ներքին արդյունքում մոտ 2,5-ից 3% է։ Արդյունաբերության ներսում հանքարդյունաբերությունը կազմում է մոտ 20-ից 25%։ Այսինքն, եթե միայն հնայով գնահատենք, հանքարդյունաբերությունը համեմատաբար փոքր ոլորտ է, բայց արտանման, հարկերի, մարզային զբաղվածության եւ արտարժույթի ներհոսքի տեսանկյունից այն Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերից մեկն է։ Հայաստանում նոր տեխնոլոգիաների ներդրումը համեմատաբար սահմանափակ է, հիմնականում ներդրումների սահմանափակ ծավալի, հանքերի չափերի, սարքավորումների բարձր արժեքի եւ հանքարդյունաբերության ոլորտում թվայնացման դեռևս ոչ բավարար մակարդակի պատճառով։ Մենք ասում ենք, որ մենք ոչ թե դեմ ենք հանրապետ հանքարդյունաբերության, մենք դեմ ենք անպատասխանատու շահագործումից, որ հիմա մեզ մոտ տեղի է ունենում, որովհետեւ մեր մոտ օգտագործվում է շատ էժան տեխնոլոգիաներ, օգտագործվում են տեխնոլոգիաներ, որոնք են զբաղվում շրջակա միջավայրի պահպանությամբ։ Որոշ խոշոր ընկերություններ սակայն արդեն ներդնում են ժամանակակից մոնիթորինգի, հարստացման եւ բնապահպանական վերահսկողության տեխնոլոգիաներ, թեև ոլորտի ամբողջական տեխնոլոգիական արդիականացման մասին դեռ վաղ է խոսել։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։